կարծիք ունեք այն արշավի մասին, որ եկեղեցու հանդեպ կատարվում է։ Եկեղեցու թե եկեղեցականների։ Նաև եկեղեցական։ Չէ, նաև չի, եկեղեցականների դեմ է։ Եկեղեցու դեմ։ Հա, փորձում են բարեփոխումներ անել եկեղեցում։ Ո՞վ է փորձում։ Իշխանությունները։ Չեմ անում։ Եկեղեցականների, եկեղեցու դեմ չի միանշանակ, ինչ որ եկեղեցականների դեմ է, ովքեր ոնց որ իրենց պարտականություններից շեղվել են, ուրիշ ճանապարհով են գնում։ Բայց դա դեռ ապացուցված չէ, որ Դե թող ապացուցեն։ Դե չեն կարողանում, չի ստացվում այսքանի ամիսը։ Դե դուք իմանաք։ Դուք որպես քաղաքացի ինչ վերաբերմունք ունեք այնուամենայնիվ, պետք է այս ձևով անել։ Ինչ ձևով։ Այնպես ինչպես որ անում են, մտնել եկեղեցականներին տանել, ԱԱԾ-ի աշխատակիցները ինչպես անում են եկեղեցիները փակել։ Ինձ թվում է ԱԱԾ-ի աշխատակիցները հենց այնպես ոչ մեկի չեն տանում։ Եթե ինչ որ մեկին տալ են, ուրեմն ինչ որ բանի համար են տալի։ Եթե կապացուցեն, արդեն հետագա գործընթացները կգնա։ Եթե չեն ապացուցի, բաց թողեն կգնան իրենց գործերով, էլի։ Դե եկեղեցին առանձին կառույց է եւ ասում է, որ իշխանությունները պետք է չխառնվեն, այսինքն դուք համաձայն եք, որ պետք է խառնվեն։ Իրանք էլ պետք է չխառնվեն մնացած գործերին, չէ՞, եկեղեցին իր ֆունկցիաները ունի, իր պարտականությունները ունի։ Եթե դրանցից չեղվում է, արդեն լրիվ ուրիշ բան է ստացվում, էլի։ Մի խոսքով որպես քաղաքացի համաձայն եք այն ամենի հետ, ինչ կատարվում է։ Ճիշտ ասած, ես այդքանը չեմ հետաքրքրում ինչա կատարում, ավելի շատ ոնց որ թատրոնային շոու բաներ ալնում, բայց որոշ բաներով հետաքրքրում եմ, եկեղեցական մի ասեք, էլի եկեղեցին չի, եկեղեցականներ որոշ, որ իրանց հիմնական պարտականություններից շեղվել են։ Դա եմ ասում, դեռ ապացուցված չէ, որ շեղվել են։ Դա միայն իշխանությունների կարծիքն է եւ իրավապահ համակարգն էլ ըստ էության դեռ չի կարողանում ապացուցել։ Թե չի կարողանում ապացուցել, ուրեմն հետո իրենց համապատասխան գործողությունների կարվի էլի։ Բասկ թողեն, կբողոքեն։ Ոտես կգնա էլի։ Եվ եւս մեկ հարց, 26 թվականին ընտրություններ են լինելու, մասնակցելու եք։ Անպայման։ Եվ մոտավորապես արդեն որոշել եք, թե որ ուղղությամբ պետք է լինի ձեր ընտրությունը։ Ես չգիտեմ, այդ ժամանակով է տեխնացիոն դնել, որ տեխնացիաներին կտնեմ, արդեն կորոշեմ։ Ձեզ համար ծրագրային առումով ինչն է կարևոր, ինչ կետեր պետք է լինեն քաղաքական ուժերի ծրագրերում, որ դուք իրենց ընտրեք։ Առաջինը երկրի արժանապատիվ խաղաղությունը։ Իսկ այս խաղաղության հետ համաձայն եք դուք։ Ինչ խաղաղության։ Օրինակ, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան այստեղ ապրելու, որ մենք պետք է բարեկամություն անենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Ես ադրբեջանցիների եւ թուրքերի հետ ոչ մեկի հետ բարեկամություն չեմ պատրաստվում անեմ եւ չեմ անի։ Ես խաղաղության կողմնակից եմ, ուղղակի արժանապատիվ խաղաղության, էլի ոչ թղթի վրա, իսկ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ ինձ թվում է մեր պատմությունը ցույց է տալի, այդ մեր ազգի մեծերը, մեր ազգային հերոսներն ասը, խաղաղությունը կլինի, ինչպես Մոնթեն ասը, միմիայն մեր հաղթանակից հետո, որպեսզի արժանապատիվ խաղաղություն, թե չէ սենց թղթի վրա կամ չգիտեմ ինչ որ մեկի ասելով, ինչ որ մեկի միջնորդությամբ ես անձամբ ինքս խաղաղություն չեմ տեսնում։